Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ բահոց շաբաթ օրերուն ցեզի սկսա ընթերցել Բողոս Բադրիարք Ադրիանաբորսեցիի խրադի թանկարան այս ըսկանջելի քիրքեն եւ ցեզի ընթերցեցի ճշմարիտ քրիստոնյայի փրկության անհրաժեշտ 4 միջոցներու մասին՝ ապաշխարության, աղոթքի, բաքի եւ ողորմության մասին։ Այսօր պիտի ընթերցեմ աղոթքի, բաքի եւ ողորմության մասին միացյալ քրությունը Բողոս Բադրիարքեն, որ սկանչելի գերբով սիրելներ գարտնցնե մեզ, թե ինչպես պետք է աղոթենք, բակ բահենք, ողորմություն կատարենք Աստուծո փառքին համար, ոչ թե մեր անձի փառքին համար։ Եվ սիրելիներ, տեսնենք, որ ինչպես կրնանք մեր առօրյա կյանքին մեջ այս բոլորը օգտագործել։ Եկեղեցվո սկանչելի առաջնորդի մգողմե, Բադրիարքի մգողմե մեզի դրված թանկագին խրատներն ինչ որ ցեզի պիտի ընթերցեմ։ 5-րդ գլուխ աղոթք, բակ եւ ողորմություն։ 3 տեսակ բարի գործ կա, որ կարևոր է քրիստոնյային մեղքերից մաքրվելու եւ հավիտենական կյանքին հասնելու համար։ Դրանք են աղոթքը, բաքը եւ ողորմությունը։ 3 տեսակ են նաեւ թշնամիները, որոնք չանում են արգելք լինել բարի գործերին եւ զրկել հավերժական գենթանությունից։ Դրանք են սատանան, մարմինն ու աշխարհը։ Ասիլներ 3 բաներ հոգևոր կյանքի փրկության անհրաժեշտ են՝ աղոթքը, բաքը, ողորմությունը։ 3 բաներ ալ թշնամի են մեզի, որոնք արգելք են, որ մենք հասնենք հավիտենական կյանքին։ Առաջինը սատանան է, երկրորդը մեղքն է եւ երրորդը աշխարհն է։ Սատանան ներքին թշնամի է, որ բազմադեսակ խաբեական հնարներով թրթում է մարդկանց թաթարեցնելու աղոթքը։ Աղոթողի մտքի մեջ աղդեղի մտածումներ, սնապարություն, աշխարհային հոգսեր է գցում եւ կամ միտքը ծրում ու բղդրում սին մտածումներով, դրտմությամբ կամ թերահավատությամբ, այլ չարիքներով հանդերձ։ Միշտ սիրելներ, երբ կսկսենք աղոթել, բոլորիս հետ ալ բադահած է, չէ, մեր միտքը ամիջապես կծրվի։ Ուր գերտա։ Գերտա դեղեր, որ բար ժամանակներում ոչ ալ կմտածենք։ Ինչպես եղավ, որ միտքը այդ տեղեր հասան։ Որովհետև սատանան սիրելներ միշտ գիտե, որ աղոթքը մարդս Աստուծո հետ կգաբե։ Եվ աղոթքի բահուն մարդը կզորանա։ Անոր համար սատանան գուզե մարդու միտքը ծրել, կամ սխալ մտածումներ բերել, նույնիսկ հայոյալից խոսքեր բերել, այնպիսի մտածումներ բերել, որ բար ժամանակներուն չենք մտածել, այս բոլորը գնե, որովհետև սատանան մեր ներքին թշնամին է, որ միշտ կուզե խանգարել մեզ, բղդորել մեր միտքը, նույնիսկ թերահավատության մատնել, նույնիսկ անհավատության հասցնել, ադորամար է, որ աղոթքի ժամանակ միշտ խանգարե։ Մարմինը լծակից թշնամի է, որ հոգուն անդադար ստիպում է գադարել իր կմահաճույքները եւ ոչ թե Աստուծո կամքը։ Բաքից խորշել դալիս, բաժար բերելով իր դգարությունը եւ հոգուն իրեն գամագից դարձնում, որովայն ամեն օր ախորժելի գերագուրներով խջողելու։ Մարմինն ալ թշնամի է, որովհետեւ իր կմահաճույքը գուզե բարդացրել հոգին վրա։ Ինչ կնեմ Արմինը գսե, որ չեմ թիմանար, բակին չեմ թիմանար, բակին չեմ թիմանար եւ հոգին ալ թշպախտապար գենթարգվի մարմին։ Մինչդեռ սիրելներ, երբ որ բժիշկը բամը սեմեզի հիվանդ մարդոցալ, օրինակ ասե ձոմ պիտի պահեք, որովհետեւ արյան քրություն պիտի անեք, ինչ կնեն մարդիկ, ձոմ կպահեն։ Ինչպես եղավ, որ բժիշկի խոսքին թիմացավ եւ բակին ոչ։ Հիմա երրորդ թշնամի մասին մի խոսի, աշխարհի մասին։ Աշխարհն արտաքին թշնամի է, որ իր սին վայելչությամբ հրաբուրում է միայն երկրավոր բաների մասին մտածելու, առաջարկում է հարստություն, փառք,
փապկագեցություն, չանում ողորմածների ցերկերն աղքատներից ու գարոդյալներից բահել, որբեսի այս կյանքը ջող ունեցվածքով վայելեն ու ոչնչի բագասություն չունենան։ Ահա սիրելներ, կտեսնեք թե ինչպես աշխարհնալ արտաքին թշնամի է, որ մեզի միշտ հարստություն գուտա, միշտ ամեն ինչ գուտա, որ մենք գուզենք ունենալ, եւ նույնիսկ շատեր ունին, բայց իրենց ցերկը աղքատներեն, գարիքավորներեն հերույ է, որովհետեւ ավելին գուզեն ունենալ։ Այս մշտամարդ թշնամիներից, մշտապես մարդնչող, մեզի թե մարդնչող թշնամիներից ամենքից առավել վնասվում են նրանք, ովքեր բարի գործերի ճանապարհին նորակայլ ու հողթողթուն են։ Անոնք, որոնք նոր հավատքի ջամփու մեջ նոր են, ամենաշատ անոնք է որ գվնասվին այս թշնամիներեն, այսինքն սատանայեն, մարմինեն, որ մեղքն է եւ աշխարհեն։ Իսկ երբ բարի գործերի մեջ հարադեվում են, ազատակայլ ու անսայթակ են դառնում եւ որպես քաչ զինվոր ոտնադակ դալով զորեղ թշնամուն իրենց քաչության հաղթանակը դանում։ Սիրելիներ, երբ մեկը նորաթարց է, երբ մեկը նորահավատ է, դժվար է այս բոլորի մեջ են անցնելը, որովհետև անոնք հաջող պիտի բայկարին անորթեմ, բայց երբ որ մեկը արդեն հաստատուն քայլերով գկալե հավատքի ջամփու մեջ, այլևս ոտքին տակ կառնի այս մեղքերը։ Եվ քանի որ ամեն ինչ անգադարությունից թեպի գադարելություն է թիմում, եւ ամեն գործ սկզբում դժվար է թվում, բայց հետսեդե վայել չափար ու թյուրավ գադարվում, ուստի բարի գործեր գադարելու մեջ չհմտացածները թող չվհատվեն, երբ բարի գործելու ժամանակ որևէ դժվարություն կամ թերություն է առաջ գալիս, այլ չանան գործի մեջ հարադեվել, մինչև այն իրենց համար սովորություն դառնա։ Սիրելիներ, ամեն գործի մեջ, չէ, երբ որ նույնիսկ մարզանքի մեջ, երբ որ առաջին գործը բիտնես, առաջին մարզանքը բիտնես, դժվար է, որովհետև մարմինը դակավին չէ դակցած, մարմինը գոնդացած է, բայց սիրելիներ, երբ որ սկսենք եւ առանց հուսադելու հարաճանանք, ժամանակ մը վերջ կտեսնենք, որ ամեն ինչ թյուրասահ պիտի ընթանա։ Այդպես ալ հավատքի կյանքն է, սիրելիներ։ Նույնը կարելի է տեսնել եւ արհեստավորների մեջ։ Սկզբում ամփորձները շատ դժվարություններ են գրում ու շատ սխալներ գործում, բայց երբ անցանցիր աշխատասիրությամբ հմդանում են արհեստին, այդուհետև թյուրավ ու անսխալ են աշխատում։ Աստված երբեմն մարդու գամքի հոժարությունը, որ հաստատել է բարին գործելու համար, գործի դեղ է ընդունում, ինչպես որ Աբրահամի հոժարություն իբրև գադարված գործ ընդունեց, երբ զոհում էր իր Իսահակ որդուն։ Գարտացեք Ծննդոց 23-րդ գլուխը, պիտի գարտակ, ուրեմն պիտի տեսնեք Աբրահամ թե ինչպես իր որդին Իսահակը պիտի զոհեր։ Ինչպես նաև իբրև ավարտված գործ ընդունեց Տեր Հիսուսի մարմինն օձելու գնացող յուղափեր կանանց հոժարությունը։ Այսպես էլ Աստված որպես գործ է ընդունում եկեղեցում աղոթել փափակող հիվանդների, գարոդյալներին ողորմություն տալ գամեցող չքավորների ու բակ բահել փախծացող դգարների հոժարությունը, որպես հոգևոր գործ կընդունի Տերը, որովհետև երբ որ անոնց մեջ, աղոթքի մեջ, բակի մեջ, ծոմապահության մեջ, ողորմության մեջ հարաճանանք, սիրելներ, անոնց արդյունքը պիտի քաղենք։ Բայց երբեմն էլ գամքի հոժարության հետ նաև գործն է պահանջում, ինչպես որ Տերը բավական չհամարեց Զեփեդիոսի որդիների մահվան բաժակից խմելու հաստատուն փափակը։ Եթե գարտակ Մատթեոս Ավետարանի 20-րդ գլուխը, այնտեղ հատկապես 22-23 համարները մեջ, պիտի տեսնենք թե ինչպես Զեփեդիոսի որդիները, այսինքն Հովանես եւ Հակոբոս եղբայրները, իրենց մայր եկավ եւ Հիսուսը խնդրեց, որ թող քո աչիդ եւ ցախիդ նստին թակավորության մեջ, խոստում դուր ինձի։ Հիսուս ալսավ. անոնք կրնան խմել այն բաժակեն, որ ես պիտի խմեմ, եւ մգրդվել այն մգրդությամբ, որ ես պիտի մգրդվեմ, այսին դարաբանքի բաժակեն։ Հետևաբար միան այո ըսելը չէ, կորձնաբես ցույց տալն է։ Այլ գամեցավ, որ իրականում էլ խմեն։ Հիսուս ոչ միայն ուզեց, որ անոնք այո ասեն խոսքով, այլ ուզեց, որ իրականում ալ խմեն։ Ինչպես եւ եղավ։ Մեկը վգայական արյամբ, այսին Հակոբոսը, Հովանեսի եղբայրը, ինքը առաջին եղավ, որ նահատակվեցավ, եւ մյուսը մշտաճարճար ճգնությամբ լեցուն բաժակից խմեցին։ Հովանեսն ալ
Բատմոս գազին ակսորվեցավ, քանի անգամ մահապորցի ընտարգվեցավ, զինք երացած ցետի մեջ դրին, բայց դերը բահեց զինք։ Հետվապար մշտաճարճար կյանքով ապրեցավ։ Ուրեմն, ով կարող է կորձով գդարել աղոթք, երկրբակություն, բակ ու ողորմություն, թող դրանց զանց չառնի, հույս ունենալով թե միայն գամքի հոժարությունը բավական կլինի։ Իսկ նա, ով կորձով գդարել չի կարողանում, թող չվհադվի, թե վարձատրությունից զրկվեց, որովհետև Աստված երբեմն որպես վարձատրության արժանի կորձ է ընդունում փարեմիտ գամքի պատրաստությունն ու հոժարությունը, երբ գամքը հաստատուն է։ Այո, երբեմն սիրելիներ կան մարդիկ, որոնք վադարող չեն գտնար բակ բռնել, բայց երբ որ բակի ընթացքին ոչ թե ուդերիկով, այլ ամբողջ հոգիով բայցողություն գդարեն, Աստուծոքով ընդունելի պիտի լայթ բոլորը։ Մարդու գդարելությունն Աստուծո սիրելու մեջ է, իսկ Աստուծո հանդեպ սիրո նշան են այն բարի գործերը, որ վերապերում են կամ Աստուծուն, կամ իրեն կորձողին, կամ ընկերոջը։ Աստուծուն վերապերում է աղոթքը, որովհետև աղոթքի առարգան Աստված է, իրեն վերապերում է բակը, որովհետև բակի առարգան իր մարմինն է, եւ ընկերոջը վերապերում է ողորմությունը, որովհետև սրա առարգան մարդու ողորմելն է։ Հետևաբար սիրելիներ, երբ որ մենք աղոթ կնենք, Աստուծո է որ գաղոթենք, երբ որ բակ կբահենք, մեր մարմինը որ կբահենք, երբ որ ողորմություն կնենք, մեր ընկերոջ կամ մեր նմանին է որ կդարած կլանք։ Բայց քանի որ աղոթքը, բակն ու ողորմությունը որպես ապաշխարության խորհրդի մասեր, գրոնական առաքինություններ են, երեքն էլ վերջին հաշվով վերապերում են Աստծու եւ իրենց զորությունն Աստվածային շնորհի ներկործություն ունեն։ Քանի որ բակնալ, աղոթքնալ, ողորմություննալ սիրելներ վերջապես ապաշխարության առարկներ են, հետևաբար Աստուծո հետ գաբ ունեն։ Արտար մարդը մեղքի արադից զգուշանում է, որբեսի չաղդեղանա ու շնորից չզրկվի, իսկ մեղքերով արադավորվածն ապաշխարում է, որբեսի մակրվելով արդարացվի ու շնոր ընդունի։ Առաջինը կործում է ասես պաշտպանական զենքերով, իսկ մյուսը վանողական։ Այս զենքերն աղոթքի, բակի ու ողորմության կործողություններ են, որոնցմով Աստծո շնորը, եթե մեկի մեջ կա, չի գործում, իսկ եթե գորել է, վերակատնվում է։ Թեպետ այս երեքը միագունքից Աստծո հանդեպ սիրուց են բխում բակը, աղոթքը եւ ողորմությունը, ինչպես չերմությունը, լույսն ու ըստվերը մի արեքագից կփխին, սակայն միմյանցից զանազանվում են, որովհետև ներկործության դարբեր առարգաներ ունեն, եւ չնայած սրան, երեքը միասին երանության մի բսակ են հյուսում իրենց գործողի գլխին համար։ Արդ, ով աղոթում է Աստուծուն, գիտի, որ ինքն Աստուծո առաջ է եւ Աստված իր, ուստի չի կարող չարփան կործելու մասին մտածել։ Այլ հակառակը ցանկանում է նրան հաճելի լինել, իրեն ու իրեն վերապերող ամեն ինչ հանձնում է Աստուծո կամքին, ամեն ինչում ամենուրեք Աստուծո փառքը փնտրում եւ խոնար մտքով հնազանդվում է նրա հրամաններին։ Այս բոլորն ու սրանց գարկը դասվողները համարվում են աղոթքի գործեր, որոնք սկիզբ են առնում մտքից, բայց կատարվում մարմնի սպասավորությամբ։ Ուրեմն աղոթողը սիրելներ պետք է միշտ իմանա, որ ինք Աստուծո դիմաց կանգնած է, Աստվածալ զինք կտիդե։ Եվ հետևաբար չի գրնար մեկը աղոթած ադենը չարփանմը աղոթել, չարիք մտածել ուրիշի համար, չարիք խնդրել Աստծուց։ Հարգավորաբար սրանց հետևում են մարմինը բակով ջնշելը, ըսկայրանները զսպելը, մարմնավոր հաջույքի ախտավոր փախցանքի անգարկ գիրկը մերցնելը, բոլոր վշտերին ու ցախողագի բադահարներին համբերելը, մինչև մարմինը գործնելը, ինչի մեջ է գտնվում հոգու ճշմարիտ կյանքը, ըստ այս խոսքի, ով կամենա իր անձն ապրեցնել, այն կգործնի։ Հիսուսի խոսքն է Մատթեոս ավետարանի 16-րդ գլխում մեջ ասած 25-րդ համարի մեջ, ով որ իր անձը գուզե բահել, պիտի գործընծնե, եւ ով որ իր անձը գործընծնե, անիգա սիրելներ պիտի փրկվի։ Սրանք եւ առաքինական սրանց նման այլ գործեր վերապերում են բայեցողությանը, որովհետեւ մարմնի մեջ ու մարմնով են կատարվում, սակայն ոչ առանց հոգու ու մտքի սադարության։ Սրանց հետևում են նաև ողորմության գործերը, այսինքն գարոդյալի գարիկն ամբողջովին կամ մասամբ հոգալու համար ունեցվածքից մատուցելը,
ինչի համար հարգավոր են մարմնի ունեցված ցերկ բերելու համար չանքն ու աշխատանքը եւ հոգու սեփական կարողություն ու գարոդյալի գարիկը գշրելու խոհեմ խորտածությունը, որբեսի դալն արժանաբես ու վայելչապար լինի։ Ողորմության կորձերի թվին են պատկանում ներումը, խրադը, ուսուցանումը, գարեկցանքը, մխիթարությունը եւ սրանց նմանները։ Տեսեք, ողորմությունը միայն տրամով չէ սիրելներ, ներելը ողորմություն է, գարեկցիլը, խրադելը, ուսուցանելը, մխիթարելը ասոնք ողորմության կորձեր են, գսե Պողոս Պատրիարք Ադրիանաբորսեցին։ Սրանցով են գդարվում զղջումից ու քաղտնի խոստովանությունից հետո մեղքերի վճարման կորձերը, որոնք խոստովանահայրը սահմանում է ըստ անձի ու ժամանակի որբիսության, որբես հոգու բոլոր հիվանդությունների ու վերքերի թեղ ու սպեղանի։ Սրանք իրենց ներկործությունը Քրիստոսի չարչարանքների զորությունից ունենալով արդյունքում այս կյանքում շնորհներ են բերում եւ հանդերձյալում փառք։ Սիրելներ, մեղքի համար երբ ապաշխարություն գլա, նաեւ խոսած եմ ապաշխարության ժամանակ վճարում գլա, այսինքն մեկը պետք է փամը դա իր մե, որբեսի գիտնա որ ինք մեղք կործած է եւ հադուցանի ադիգա, որբեսի նաեւ շրջապատի մեջ ալ փարիկ ընե եւ երկնքի մեջ ալ փառք ապահովե։ Սրանցում են ամփոփված ավետարանական 9 երանիները Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխում մեջ, որովհետև հոգով աղքատ, հեզ ու սրտով սուրբ են աղոթասերները, սքավոր, քաղցած, ծարավ, արտարության համար հալածված ու նախատված են բայեցողները, ողորմած ու խաղաղարար են ունեցվածքով կամ խոսքով օգնություն մատուցանողները։ Արդ, ովքեր սրանք գադարում են Աստուծո անթեպ սիրով, նրանցն է երկնքի արքայությունը, նրանք են մխիթարվում, երգիրը ժառանգում, հագենում, ողորմություն գտնում, նրանք են Աստուծուն տեսնում, Աստուծո որդի գոչվում, երկնքում ցնծում եւ ուրախանում, որովհետեւ նրանց վարձը շատ է այս կյանքում ու հանդերձյալում, ըստ մեր Քրիստոս Աստուծո անսուտ խոստման, որ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխում մեջ ասավ, ինչպես ասի երանիները, գարտացեք 3-րդ համարեն մինչև 13-րդ համարը։ Աղոթքի, բաքի ու ողորմության, քերազանցության, հարգավորության մասին ոչ միայն նախկին իմաստասերները, հայրերն ու վարդապետներն են գրում ու մարդկանց հորդորում դրանք կատարելու, այլև հին ու նոր գդագարանների աստվածաշունչ գրքերն են ամենուրեք ասես փողի ցայնով հրճագում։ Կարծեք թե շեփոր է սիրելներ, հին ու նոր գդագարանը եւ ամբողջ գիրքերը եւ բոլոր սուրբ հայրերը միշտ խոսած են բաքի, ողորմության եւ աղոթքի մասին։ Եվ վերջապես, ուստի թող բավարար համարվեն այստեղ սակավ ինչ ասածներս, այլ բազում հոգեշահ խրադապանությունների հետ միասին, որոնք ասես հոգու եւ մարմնի կարևոր զարդ են, իբրև մի սուրբ գույս ու քեղափայլ բջնված անարատ հարս համարցակ մտնելու համար երկնավոր Պեսայի լուսո արակաստը վայելելու անվախճան փառքը։ Եկեք սիրելներ, մենք ալ պատրաստենք մեր մարմինը, մեր հոգին, մեր միտքը, մեր էությունը, մաքրենք ամեն օր։ Ահա մեծ բահոց օրերը շուտով գավարդին, բայց սիրելներ չի նշանակել, որ ատկե ետ վերադառնանք ետ մեր նախկին նգարակրին, մեր նախկին սխալներուն, այլ ընդհակառակը այս մեծ բահոց օրերուն մաքրված կյանքով շարունակենք նոր կյանք ապրիլ, որպես գույս, որպես մաքուր գույս, որ իր կյանքը սերը գվերաբահե իր Պեսային։ Եվ երբ Պեսան, երկնավոր Պեսան, Հիսուս Քրիստոս դեսնե սիրելներ, մեր մաքրությունը, մեր հոգի անարադությունը, մեր բակով մեր մարմինը դգարացնելը, բայց հոգին զորացնելը, դեսնե մեր ողորմած հոգին, դեսնե թե ինչպես ներումով, ապաշխարությամբ, մխիթարությամբ, ուսուցումով մեր կյանքը առաքինություններով գլեցնենք, այդ ժամանակ հավիտենական կյանքին արժանի պիտի դարձնի մեզ բոլորս։ Եկեք սիրելի քույրեր եղբայրներ, այս բոլորը անգամը եւս գարտանք, լսենք, սորվինք ու մանավանդ կործատրենք, որովհետև Հիսուս ասավ, ով որ իմ խոսքերս կլսե ու կկործատրե, կնմանի իմաստուն մարդուն, որ իր դունը ժայռի վրա կշինե։ Նույնիսկ եթե կյանքի փոթորիկները կան, նույնիսկ եթե սատանան ինչ ընե չի կրնար փլել, որովհետև ժայռի վրա հիմնված է։ Ժայռի վրա հիմնվեցեք եւ Աստված ձեզ վիդորտ է։
Աստված ձեզ առադաբես տղորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։